Շվեյցարական կրթական մոդելը մուտք է գործում Գյումրի, որը հյուրընկալության ոլորտում մասնագիտական նոր որակներ ներառելու հավակնություններ ունի։ Իսկ Գյումրիում որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն համարվող քաղաք ոլորտում կրթված մասնագետների անհրաժեշտությունը զգացվում է։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գործունեությունը այստեղ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համատեղ է։ Միջազգային հեղինակության ծրագիրը նախատեսում է այնպիսի մասնագետներ կրթել, որոնք աշխատաշուկայում մրցունակ կլինեն։ Մենք հբարդ ենք, որ մենք մեր հետ բերել ենք այստեղ իբրժիվիցերիական հայկական ակադեմին 4 կարևոր մասնագետներ, որ Հայաստանեն են եւ ոչ թե օդար, հբարդ ենք իրենցով, այս 4 դիսցիպլիններով, որ իրենք պիտի դան իրենց գիտելիքները։ Պատասխանատուները համոզված են, որ հյուրընկալության ոլորտը կարճ ժամանակում ճանաչում է բերելու Գյումրիին իր սպասարկման ծառայությունների որակական փոփոխություններով։ Ծրագրի մեկնարկի համար ուսանողների մեծ թիվ ունենալու ակնկալիք չունեն։ Մի քանի դիմորդի առկայությունն էլ բավարար է կրթական ծրագիրը սկսելու համար։ Սկսելու ենք մենք երևի բավականին համեստ թվով ուսանողների թվով, ինչը պայմանավորված է նաև ինչ-որ չափով Լոզանի հյուրընկալության դպրոցի խորհուրդներով եւ ակնկալիքներով իրենք խորհուրդ են տալիս, որ մենք սկսենք համեստորեն կայանա, քանի որ դա նոր կոնցեպցիա է, նոր գաղափար է եւ ժամանակ է անհրաժեշտ, որ ինչքան էլ մենք հավակնոտ լինենք, ապա այնուամենայնիվ ժամանակ է պետք, որ մենք կարողանանք ներկայացնենք եւ բուն շվեյցարական դպրոցը եւ այն մեթոդաբանությունը, որոնք իրանք ներկայացնում են եւ իրականացնում են արդեն ավելի քան 130 տարի։ Սա դեպի քոլեջն է մկուն, իր որակավորման արդյունքը լինելու է միջին մասնագիտական որակավորման դիպլոմի շնորհումը, որը ճանաչելի է ամբողջ աշխարհում, որտեղ EHL կրթությունը Լոզանի հյուրընկալության դպրոցը հապավումով ասում ենք EHL կրթությունը մրցունակ ամբողջ աշխարհում եւ համարվում է բարձրակարգ լաքշերի հյուրանոցների համար կրթական հիմնական մակարդակ ապահովող կրթական ծրագիրը։ Կրթական ծրագիրը միջազգային դպրոցն առայժմ ու ժամանակավոր կիրականացնի Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկում, սրանով իսկ ապահովելով սովորողների ուսումնական միջավայրը տեսական գիտելիքներից մինչև գործնական պարապմունքներ։ Մենք պիտի սկսենք մեր բանտոգի մեջ, հոստել Գյումրիի մեջ, որ պիտի լա Apricot հոթելի մեջ, մեր ակադեմիան այդեղ պիտի լա, եւ ուրիշ նպատակներ ունենք, ասիկա որպես կսրանք vocational education training է, բայց մեր ավելի բարձր նպատակներ ունենք, որ bachelor's-ը կամ ոչ մեկ ուրիշ դասընթացներ լա, եւ ադիկա մենք որ այս պրոջեկտը սկսենք, հետո կամաց կհայտարարենք, որ ուր պիտի լա եւ ինչ պիտի լա հաջորդ տարին կամ 2 տարի յետք։ Այո, մենք խոսում ենք նաև այլ առանձին շենքի մասին, բայց դարձյալ հետևելով Լոզանի հյուրընկալության դպրոցի խորհուրդներին սկսելու ենք եւ որոշ ժամանակ շարունակելու ենք դեռ Apricot հյուրանոցի հետ, մինչեւ որ մեր հեղինակությունը ավելի կայուն դառնա, մինչեւ որ ուսանողների քանակը դառնա այնպիսին, ինչպես մենք պատկերացնում ենք, իսկ մենք պատկերացնում ենք, որ դա բավականին թիվը պետք է մեծանա։ Հյուրընկալության դպրոցի համար հատկացված առանձին կառույցը ապակայում լինելու է նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը։ 1 տարի առաջ շենքն ավականու որոշմամբ հատկացվեց միջազգային դպրոցին։ Հիվանդանոցի օպտիմալացումից հետո դատարկ մնացած եռահարկ շենքում կապիտալ վերանորոգումներ են իրականացվելու։ Թե երբ ժամկետներ հայտնի չեն, բայց միջազգային դպրոցին դա չի խանգարում գործունեությունը սկսել։ 1 ամիս անց արդեն դիմորդներ ներգրավելու գործընթացն է մեկնարկելու։ Միջին մասնագիտական կրթության մոդելով հյուրընկալության ակադեմիայում դիմորդները սովորելու են 1.5 տարի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։